ես անում։ Չանտիկակլորը սա ծուղրողոյանում այս էր։ Մեծացել ես։ Այ բարի։ Այս իմ ակլորի առաջի կանչի հետ, սիրելի հետևորդներ ջան, բարի լույս բոլորիդ։ Արևը ծագում է, վերաբարձրանում տաքացնի բոլորիս։ Գիշերը շատ ցուրտ էր, տեսնում եք օրին բաղում լավ եղիմը նստել է, բայց սրան արդեն եղիմ չենք ասում ենք ծնքերա բռնել, ջուրը սարցրել է ու շատ ուժեղ ցուրտ է եղել այս գիշեր, բայց հույս ունենք, որ արևը շուտով կհալացնի, կթաքացնի օդը, օդն էլ կտաքանա ու բոլորս լավ կզգանք։ Այ ճուտիկներիս ցորեն տալը կիսատ թողեցի, շարունակեմ։ Ճուտիներ ջան։ Այ տենց առավոտ շուտ բարի կանչով եղանք։ Թող բոլորի սորը լցվի։ Լավ բաներով, մեր գործերը լինեն հաջող։ Հասկանում արդեն ակլորները սկանչում են։ Ես ինչքան խիտ եք կանգնում այ ճուտիներ ջան։ Ճուտիկներիս գետամ, հապետներ էլ են, սիրելի հետևորդներ ջան, արդեն աշխատում է, ժամը 9-ներ եկավ, ես էլ մի քիչ ուշ ճուտիկներիս ու հավերովս զբաղվեցի, քանի որ ցուրտ էր, ասեցի մի քիչ արևը տաքացնի, նոր բաց թողամ, այ տենց։ Հավերին արդեն տվել եմ, ես մի ակլորն էլ պտի որ կանչի, սա էլ ամեց, ես սևու բերլամուտեր գույներով, ես պահին դե չի երևում, բայց եսա, որ պտտվի դեպի արևը, կերևա իրա բերլամուտեր գույները, արդեն հերթով կգան, ես ճուտիկների ես տեղն եմ, իրանք ցորենը կերել են ու շարքով արդեն կգնանք ու ջուջի։ Ճիշտ է գետինը սառածա, բայց թե էսա որ արևը տաքացնի, այս ծնքերը կհալվի։ Ես էլ մեծ ակլորս։ Հա, ճուտիներ ջան, կերակ, եկեք արեք կողարեք։ Ես էլ գնամ կոֆե եփեմ իմ ու վարպետի համար։ Ինչ եք հետևիցս գալի, մեծացեք։ Մի հատ էլ վայելենք ես սիրում տեսարանը արվացակ է։ Այսպես։ Սրանք էլ են մեծանում, ոտը չեն։ Արև կողկանային։ Ջուրը շատ ասարել։ Ջորդեք։ Կապ ջուրը բերեմ լցնեմ։ Սաղ էդ վիճակն է։ Սառույցն եք ուտում, իսա բերեմ ձեր տաք ջուրը։ Տաք ջուրը լցրել եմ, խմում են ճուտիկներս։ Ջուրը խմում են,
Աստծուն են մտիկ անում։ Այդ վերաբերյալ խոսք կա, չէ։ Ասում են, որ հավը աջուրը խմում է, Աստծուն է մտիկ անում։ Մենք էլ միշտ Աստծուն մտիկ անենք, սիրելի հետևորդներ ջան։ Աստված է մեր Տերը, մեր պահապանը։ Աստված բոլորիս պահապան լինի, ես բարի լույսի հետ։ Ընդհանրապես ժողովրդի խոսքը միշտ էլ համեմատական է եղել կենդանիների վարքի հետ։ Դե քանի որ կենդանիները խոսքի լեզու չունեն, այն օրը ցույց տվեցի, չէ, իմ ձկան մեծ լեզուն, իշխան ձկների մեծ լեզուն։ Ճիշտ է, լեզու ունեն կենդանիները, բայց թե չեն խոսում։ Դրա համար էլ ժողովուրդը իմաստուն է ու կենդանիների վարքի հետ համեմատական խոսքեր ունի Աստված, որը դարի-դար փոխանցվում է։ Երբեք չմոռանանք մեր սերունդներին փոխանցել։ Կոնկրետ այս պարագայում, որ հավը ջուրը խմում է, Աստծուն է մտիկ անում։ Այս կրանթը չի փակվում մինչև վերջ, ու սենց անընդհատ կատկթում է։ Ասենք, որ վեդրան դնում եմ տակը, գիշերը մնում ու լցվում է, այսենց կաթիլ։ Երեսը սենց սառույց է բռնել, աշխերով, բայց ինքը չի սառել, կատկթում է։ Ջրի մեկ կաթիլը բաց է պահում, ջրի ծուրակը, ոյ ծուրտա, գնանք տուն։ Արագի մեջ կոֆեն եփեմ, սիրելի հետևորդներ ջան, հայտարարել են, որ լույսերի անջատումներ լինելու, նույնիսկ երեկվա վրա էլ էր տված, բայց չանջատեցին ամբողջ օրը։ Սպասողական եղանք, մի տեսական հանգիստ վիճակների մեջ ընկանք, նման դեպքերում չենք կարում, որ մի հստակ գործեր նարգենք, հա։ Բայց ամեն դեպքում երեկ եմ շատ գործեր արել ու այսօր նորից շարունակվում է վերանորոգման գործերը։ Շղկ, այսպես։ Որոշել էի այրոգրելի մեծ ձուկ պատրաստել։ Հիմա տեսնենք ոնց կլինի, հա։ Այսօր էլ կանջատենք, թե ոնց կլինի, փախտես։ Հիմա սպասեմ, որ սա լինի։ Ես ձեզ դրսից կմիանամ, սիրելի հետևորդներ ջան։ Ես դեռ էստեղ եմ, չեմ գնացել մյուս սենյակ։ Կոֆեիս կողքից չեմ հեռացել։ Արդեն կլցնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, կոնֆետ չեմ դնում, քանի որ ոչ վարպետը, ոչ էլ ես կոֆեի հետ հատկապես առավոտը կոնֆետ չենք օգտագործում, չենք ուտում, ոչ խմորեղեն, ոչ միրգ, մենակ դառը կոֆե։ Ես ճիշտ է մի հատ էլ եմ հասցրել կոֆե խմել, քանի որ շուտ էի արթնացել, հետո որ տեսա ցուրտ է, չգնացի հավերի մոտ։ Այս իմ երկրորդ կոֆեն է, միացեք մեր կոֆեի ժամին, ու ես իմ կոֆեն կվերցնեմ ու կգնամ բալկոն, այնտեղից կզրուցեմ ձեր հետ։ Եկա, կոֆեի բաժակը այսենց ծածկած բերել եմ, քանի որ այս ընթացքում մազերովս եմ զբաղվել, սիրելի հետևորդներ ջան, երբ որ կոֆեի եփում, սրբիչով փաթաթած էր մազերս, չուզեցի այդ տեսքով ձեզ միանալ, մի հատ կոֆես էստեղ դնեմ, երեկ էի մազերս ներկել, հետո որ էլի
այդ լույսի անջատումների մասին հայտարարած էր նաև երեկվա վրով։ Չգնացի Վարսահարդարի մոտ, ոչ էլ ես փորձեցի անել։ Ահա, ներքից հետո դե լվացի, ինչ որ պետք էր արեցի ու թողեցի։ Հիմա էլի նույն վիճակն է, էլի անջատումների վտանգը կա։ Սենց ասեմ, հա, քանի որ էլի գասեցին ու չարեցին, այսօր էլ չգիտեմ ոնց կստացվի։ Այսօր նաև մեր գյուղի կենտրոնի գլխավոր տոնածառի լույսերի միացնելու օրն է, տեսնենք կարող եմ, ես էլ գնալ մասնակցել, ինձ թվում է լույսերը կհասցնեն, կսարքեն, չգիտեմ ինչ է պատահել, ինչ չի պատահել, բայց լույսերի անջատումները երկու օրվա վրով որ հայտարարությունը տրված էր Facebook-յան էջում, միգուցե դուք էլ եք հանդիպել ու կարդացել, այդպես սիրելի հետևորդներ ջան, առավոտվա պահերին միշտ վտանգը կա, ուշքս հավերին է, դե առավոտեց են չէ, գազանները սովածացած լինում, դրա համար հատկապես եկա այս կողմ, համել արև կողամ, մազերս էստեղ, ավելի շուտ կչորանա, հա, համել, արևի ջերմությունը կվերցնեմ, դե վիտամին կընդունեմ բնական, Դրությունը այս պահին խաղաղ, հա, բայց թե չենք իմանա գազանի գալու ժամը, կա չէ, այդպիսի խոսք գազանի գալու ժամը, գազանները հեռու լինեն մեր տնտեսություններից, մեզանից, սիրելի հետևորդներ ջան, հավս ձու ածել երևի կչկչում է, ձվի է կչկչում, եթե չխափի, Այս օրերին հատ ածել են, մի 10 հատ հավաքել եմ տոների համար, որ ես էլ իմ տանը ձու ունենամ, ինչ-որ մի բան էլ ես պատրաստեմ, չնայած որ հիմնականում գիտեք, որ մեր գյուղը շատ զարգացած է, փռեր կան, թխվածքի կետեր կան, թխվածքի կետը գտնվում է Տուշպամարկետում, որտեղ նաև մեծ փուռ կա, սիրելի հետևորդներ ջան, Եվ իմ նոր տարվա խմորեղենը այդտեղից եմ պատվիրելու այսօր, բայց ամեն դեպքում բլինչիկի համար ձու է պետք լինում, կամ էլ ամեն դեպքում կհասցնեմ ինչ-որ մի բան էլ ես կթխեմ, հա, չեմ խոստանում, չգիտեմ, քանի որ գիտեք խառն եմ վերանորոգման մեջ, այ աստված ջան, ամեն դեպքում գործ առաջ ա գնում, հիմա էլ դե էլի լույսի հետ կապված գործեր կա, գործիքներ պիտի միացնի, որ այդ շպակիրով կան, միքսերով հարի, շինարարական միքսերով, չգիտեմ, համել դե, քանի որ ցուրտ է, նայ պետք է սենյակի լույսը միացրած լինի, դուռը փակ լինի, որ գործը առաջ գնա։ Ճուտիկներս արև կող են անում, տաք ջուրն էլ խմեցին, իրենց լավ զգացին, Ես էլ ինձ եմ այստեղ լավ զգում, մազերս ներկած ավելի է սիրունացել, ինձ դուր է գալի, կանգուրիկները այսա, կառաջանա, դե որ թաց է լինում, թաց ժամանակ այդքան էլ չի երևում կանգուրիկները, բայց այս կողմ կանգնեմ, տեսնեք, երկարությունը, խտությունը, ահա, սիրելիներս, շատ եմ սիրում երկար մազեր, Մազերը կնոջը շատ է զարդարում, շատ է գեղեցկացնում և ընդհանրապես յուրաքանչյուրիս մեր սանրվածքն է այդպես իդեալական դարձնում։ Սանրվածքից շատ բան է կախված, դե գիտեք սիրելիներս, եթե մեզ թափթփված պահենք, իհարկե մեր տեսքը այն չի լինի, Չնայած որ երբ որ տանն ենք լինում, ոնց պատահում է, հավաքում ենք, փաթաթում ենք, իսկ երբ գնում ենք աշխատավայր, դուրս ենք գալի, արդեն պետք է խնամված դուրս գանք։ Միշտ էլ ես այդ մտքին եմ, որ թեկուզ և տանը խնամված լինենք, չի խանգարի իհարկե, որ տանն էլ ընտանիքի անդամների մոտ մեզ խնամված պահենք, թափթփված չլինենք, հա,
Բայց երբեմն էլ թեկուզ եւ ոչ այդպես հատուկ զբաղված, ինչպես որ ասեցի քիչ առաջ, ստից մտից հավաքում ենք ու մեկ էլ տեսնում ենք էլի լավ ստացվել է։ Ոնց որ թե հավերս գնացին այդ ավելի արև կողտեղ, դրությունը հանգիստ է, ես էլ իմ կոֆեն խմեմ, դուք էլ ձերը խմեք։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք, որ իմ կարալյոկի ճիրը դեռևս այստեղ է ու չորանում է։ Նույնիսկ մտածում եմ, որ տուն տանեմ զուտ այդ փոշու պահնա, որ դրա համար չեմ տանում։ Այս օրերին իհարկե գնացել եկել եմ, այսպես սեղմել եմ, չեմ թողել։ Այն ամենախոշորները նույնիսկ արդեն լավ վիճակում են։ Ես չեմ սիրում, որ շատ չորացնում ենք, որ դժվար լինի, հա, ասենք օգտվելը, ուտելը, կծելը, հեշտ լինի։ Օրինակ ինձ հանդիպել է տեղեր, որ այնքան չոր ա եղել, որ ամաչել եմ, թե վերցնեմ ու օգտվեմ իր այդ չոր լինելու պահով, ավելի լավ է մի քիչ փափուկ պահենք, հա, ձեզ էլ եմ խորհուրդ տալի, եթե դեռևս ձեր ջրերը նույնպես կախած է, շատ չթողնեք չորանա։ Մեկ էլ, սիրելիներս, ուզում եմ մի խորհուրդ էլ տալ ձեզ, նաև ձեր կարծիքը լսել իհարկե, այնպես չի, որ ես գիտունիքն եմ, ամենագետն եմ, ամենայն դեպս իմ իմացածի չափով, ես էլ իմ խորհուրդը ձեզ փոխանցեմ, հա, նաև հաճելի է ձեր խորհուրդը լսել, կարդալ այս պարագայում, ուզում եմ արդեն վերցնեմ գիշերները տանը դնեմ, երբ որ վարպետը կգնա, գործեր անելիս չի լինի, մի հատ այդ փոշին կվերցնեմ, կմաքրեմ, իհարկե իր գնալուց հետո միշտ էլ հավաքում մաքրում եմ, որ իմ ոտքի տակը մաքուր լինի, հա, սենյակից սենյակ գնալու համար, տնով մեկ չլինի, Եվ ուզում եմ արդեն գիշերները վերցնեմ, չթողնեմ դրսում, քանի որ արդեն այն պահն է, հասունացել է, որ արդեն պետք է իր այդ սպիտակ շաքարի փոշին դուրս գա, ինչքան էլ որ ցուրտ է, սառեցնում է, տեսակ որ ջուրը սառացրել է, բաղ ու բաղջումս էլ արդեն այդ ցնքերը բռնել է, այսինքն լավ ցուրտ է, բայց ամեն դեպքում խոնավություն էլ կա, հա։ Ու դե շաքարի փոշին էլ գիտեք, որ մի թեթև խոնավությունից ինքը կարա հալվի, նույնիսկ հիմա որ այսպես ես ձեռք եմ տալի, ինքը մի տեսակ կպչիկ է, բայց ոչ շատ, հա, որ խանգարի։ Դե արդեն արևը դուրս է եկել, անմիջապես այդ խոնավության պահը դուրս է գալի, ամեն դեպքում հենց այս օրվանից կվերցնեմ բոլորը, ահա տեսեք, ինչքան լավն է, ահա։ Իհարկե, մեր պայմանը ուժի մեջ է, որ այս կողմ 8 շարանը 10 կիլոգրամ, դա առանձին պիտի կշռեմ, որ տեսնենք 10 կիլոգրամից ինչքան ճիր է դուրս գալի, ուժի մեջ է, չեմ մոռացել, չեմ խառնի։ Մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, գիշերը կհավաքեմ, տանը կդնեմ, հետո էլի ցերեկը, եթե սենց էլի պայծառ էլ դուրս կգա, ահա։ Արդեն էլի կբերեմ, կկախեմ այստեղ։ Ճիշտ է, դե դժվարություն է, հատկապես մենակովի, բայց թե, սիրելի հետևորդներ ջան, երբ որ մարդը մենակ է լինում, դա սարսափելի չի, կարողանանք մեր գործերը առաջ տանել, չվախենալ, ճիշտ է կարող եմ հարևանուհուս կանչել ինձ օգնի, բայց այդքան էլ ծանր չի ինքը, հա, ու կարող եմ մի քանի հատով թելերից հանել, քանի որ լույսերի անջատումներ ա լինելու, երեկ էլ վլոգ չեմ պատրաստել, այսօր ամսի 19-ն է, սիրելի հետևորդներ ջան, եւ երեկ վլոգ չեմ պատրաստել, հենց էլի այդ լույսերի անջատումների պահով, չուզեցի անտեղի նյարդայնանալ, հա, ավելի լավ է ընդմիջում տայի ու հատկապես, երբ որ երբեմն պատահում է, չէ, որ տվյալ օրը կարողանում եմ 2 վլոգ պատրաստել, երբեմն այդպես ինձ մոտ ստացվում է, հեշտ եմ լինում,
Եվ իմ պահուստ վլոգը ունենում եմ, հա, ես միշտ ամսաթիվը ձեզ ասում եմ, սիրելի հետևորդներ ջան։ Օրինակ, մյուս վլոգում ասում եմ, որ այսօր ամսի 17-ն է դեկտեմբերի։ Ահա, սիրելիներս, այսօր էլ ամսի 19-ն է և հույս ունեմ այսօր այս վլոգը կարող եմ ձեզ հասցնել, հատկապես որ այսօր մեր գյուղի գլխավոր տոնածառի լույսերի միացնելու օրն է, ժամը 5-ին է այդ արարողությունը սկսվելու, համերգ, մուլտերոսներ, միջոցառում, այդպես սիրելի հետևորդներ ջան, և հույս ունեմ, որ լույսերը արդեն եղած կլինի, Գյուղի կենտրոնը հրաշալի զարդարանքներ են տվել, հա, մասարմաս ցույց եմ տվել, բայց չի հաջողվել, որ դեռևս գիշերով գնամ ու ցույց տամ, այսուհետ դա էլ կստացվի, կարծում եմ այսօր կհաջողվի, որ միանամ ձեզ և խանգարող հանգամանք չի լինի իմ համար։ Հիմա նույնիսկ մտածում եմ, որ միտք ունեի, որ իշխանձուկ այրոգրիլում պատրաստեմ, քանի որ վարպետը նաև գործի անում ու իմ տնից սոված չգնա, այսօր չեմ պատրաստի սիրելի հետևորդներ ջան, վաղը կպատրաստեմ, հա, ահա, այսօր գազոջախի վրա ինչ-որ մի բան կպատրաստեմ, թեթևի մեջ, միգուցե նաև չկարողանամ ձեզ միանալ, եթե լույսը չի լինում, սենյակը մութ է լինում, ահա, ու նաև իմ տեսախցիկի լիցքավորումը պիտի խնայեմ, հա, սիրելի հետևորդներ ջան, ահա, իմ այսօրը այսպիսին է, չեմ դժգոհում, լավ է, մանավանդ, որ աքլորն էլ կանչեց, այդ իմ ճուտիկների ամենաառաջի ծնված ճուտիկների խումբն է, դրա նման մի քանիսը կա, դրանց հասակակիցներից մի քանիսն արդեն վաճառել եմ, երկու հատն էլ վարպետն է վերցրել, մեկը տարել է, մեկն էլ դեռ պիտի տանի, թմբլիկ, սիրուն, այնպես որ վաճառքի աքլորները դեռևս կա, եկեք, գնեք ձեր տոնական սեղանների համար, ինչու՞ չէ նաև ոչ տոնական սեղանների համար, այնքան համով է, այդպես սիրելի հետևորդներ ջան, մեջս անհանգստություն կա, չգիտեմ ինչի, ինձ թվում է, որ առավոտ շուտ եմ բաց թողել, արդեն ժամը 10-ն է եկել, երբեմն 10-ից հետո եմ հատկապես հավերին բաց թողնում բախչեն, դե ճուտիկները փակած են, ապահով են, մի քիչ այստեղ կմնամ, անհանգստությունս էլ կանցնի ու արդեն հանգիստ կանցնեմ իմ առօրյային սիրելի հետևորդներ ջան։ Այդպես հիշեցնեմ նորից, հա, այդ զրույցը նորից ոնց որ վերսկսեմ, միշտ որ արել եմ, պեչի մոտ եմ չորացրել, խուսափելու համար, դրսի փոշու ճանճերից, նույնը և չուչխելը, միտք ունեմ էլի անելու, արդեն տանը կչորացնեմ ու կտեսնենք արդյունքը։ Ցույց եմ տվել, երրորդ օրը ցույց եմ տվել, թե չորրորդ օրներ, կարծեմ չորրորդ օրներ ցույց եմ տվել, որ նույնիսկ ասում եմ առանց ճաքերի, այդպես սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ վլոգս ավարտել այսպիսով, խնայելով իմ տեսախցիկի լիցքավորումը և արդեն կզբաղվեմ իմ գործերով, նաև աշխատանքի պետք է գնամ այսօր, կեսօրին է աշխատանքային ժամս սկսվում, հայտարարել են, որ ժամը 3-ին լույսը կլինի, 3-ից հետո էլ չեմ կարող արդեն տանը միանալ ձեզ, արդեն աշխատավայր, հետո արդեն րոպեները, ժամերը թռչում են, հետո արդեն կգա այդ միջոցառման պահը, և սիրելի հետևորդներ ջան, այս վլոգը ստեղադրելուց, ձեզ հասցնելուց հետո արդեն, եթե հանգամանքները իմ կողմից լինեն, կմիանամ այդ ձևով, սիրելի հետևորդներ ջան, բոլորիդ տոնական տրամադրություն եմ մաղթում, բոլորիդ ամենայն բարիքն եմ մաղթում, սիրելի հետևորդներ ջան, և այսպիսով ավարտեմ վլոգս, կոֆես էլ արդեն
կավարտեմ այստեղ, մի քիչ կհետևեմ իմ կենդանիներին, հետո արդեն մի որևէ ուտելիք կպատրաստեմ գազօջախի վրա և կանցնեմ մյուս գործերիս։ Պակա, սիրելի հետևորդներ ջան, լավ եղեք, ուրախ սրտով եղեք։